Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է Հեզբոլլահի Բեյրութում գտնվող հրամանատարական կետերին ու ռազմական ենթակառուցվածքին հարվածների հերթական փուլը։ Ցահալը Տելեգրամում հայտնել է, որ հարվածներ են հասցվել նաև Սուր քաղաքին, շեշտվում է հարձակումներից առաջ իսրայելական բանակը միջոցներ է ձեռնարկել խաղաղ բնակչությանը վնասելու ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։ Մարտի 9-ին մեկնարկած ցամաքային գործողությունից առաջ հարվածներ են հասցվել ավելի քան 700 թիրախի, որտեղ ըստ իսրայելական կողմի տեղակայված է եղել Հեզբոլլահը։ Խոսքն այդ թվում մայրաքաղաք Բեյրութում 35 բազմահարկ շենքերի մասին է։ Լիբանանի տարածքում իսրայելական գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը 570 է։ Մարտի 10-ին հայտնել է լիբանանյան կառավարությանը կից գործող ճգնաժամային կենտրոնը։ Նրանցից 83-ը երեխա, վիրավորների թիվն անցել է 1400-ը։ Ըստ նույն կառույցի ամեն օր Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվում է միջինը 10 երեխա, տեղահանված մարդկանց թիվը հատել է 700 000-ի շեմը։ Բեյրութցի Հադի Կահաքուրն ընտանիքի հետ նույնպես տեղահանվածների թվում է, ասում է՝ Իսրայելից ամեն բան սպասելի է։ Նրանք շարունակելու են հարձակվել մեզ վրա, ուր էլ որ գնանք։ Այդ պատճառով մենք մեր հույսն Աստծո վրա ենք դնում և լքում ենք այս տարածքը, ասում է նա։ Բեյրութի հարավային արվարձանում բնակվող Յուսեֆ Նաբուլսին էլ ժամանակավոր ապաստան է գտել երկրի հյուսիսում։ Մենք ներքաշվել ենք մի պատմության մեջ, որի հետ որևէ կապ չունենք։ Մարդիկ ստիպված են լքել իրենց տունը, այժմ ապրում են փողոցում։ Դա սխալ է, ասում է նա։ Մինչ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի դիրքերին ու խաղաղ բնակչությանը, Բեյրութի իշխանությունները ջանում են ուղիղ բանակցություններ սկսել Իսրայելի հետ։ Լիբանանի էներգետիկայի նախարար Ջո Սադին Եվրոնյուզին ասել է, որ իր երկիրը խնդրել է ԱՄՆ-ին պայմանավորվել Իսրայելի հետ ուղիղ բանակցություններ սկսելու շուրջ։ Շաբաթվա սկզբին Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը կոչ էր արել հրադադար հաստատել զգուշացնելով Իսրայելի հետ ուղիղ ռազմական բախման և Լիբանանը մեկ այլ Գազայի վերածելու միջև ճակատագրական ընտրության մասին։ Փորձագիտական շրջանակներում կարծիքներ կան, որ Իսրայելը Իրանի հետ հակամարտության համատեքստում Լիբանանում գործողություններ սկսելով ավելի հեռահար նպատակներ է հետապնդում։ Թել Ավիվը կարող է ձգտել Գազայի սցենարը կրկնելուն, դեղին գծով կիսելով Լիբանանը։ Հայտնի է, որ իսրայելական բանակը երկրին սահմանակից լիբանանյան բնակավայրերի բնակիչներին էվակուացվելու կոչ է արել։ Նրանք թույլ չեն տալու, որ մարդիկ իրենց տներ վերադառնան և վերականգնեն դրանք անգամ ռազմական գործողությունների ավարտի դեպքում։ The Globe and Mail-ին ասել է Լիբանանի մշակույթի նախարար Հասան Սալամեն, որը ավելի վաղ պաշտոն է զբաղեցրել ՄԱԿ-ում, գլխավորելով Լիբիայի հարցով առաքելությունը։ Նրա համոզմամբ Իսրայելն այս պահին Լիբանանի տարածքում բուֆերային գոտի է ստեղծում։ Մինչ ԱՄՆ-ն ու արաբական երկրների նրա սուննի դաշնակիցները կենտրոնացած են Իրանի հետ հակամարտության վրա, Իսրայելը Լիբանանի դեմ իր գործողություններում միջազգային դիմադրության ընդհանրապես չի բախվում։ Մարլենա Հովսեփյան, Ռադիոլուր։